Star News-ը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Մենչը նոր լուսանկարներ էր հրապարակել իր ծննդյան խնջույքից, պրոդյուսերը դարձել է 50 տարեկան։ Իննա Խոջամիրյանը դարձել է 29 տարեկան, դերասանուհին որոշ ժամանակ ապա ակտիվացրել էր սոցիալական հարթակները, բայց կրկին վերադարձել է օնլայն իրականություն։ Արամեն ու Աննան էլ նոր լուսանկարով էին հանդես եկել, նշենք, որ մի առիթով Աննան խոսելով իր եւ Արամեի հարաբերությունների մասին ասել էր, քանի որ ոչ Արամենը ռոմանտիկ, ոչ էլ ես իրար հետ հանգիստ յոլա ենք գնում, չեմ նեղանում ռոմանտիկայի բացակայությունից։ Ռոզա Դավթյանը հրապարակել էր մայրիկի նոր լուսանկարներն ու դրանցից գրել «Գեղեցկուհի»։ Տոմա Պետրոսյանն էլ ջերմ շնորհավորանք էր ուղղել Պոնչին ծննդյան օրվա առթիվ գրելով. «Այսօր ամենակարևոր տղայի ծննդյան օրն է, ծնունդդ շնորհավոր, տիեզերք»։ Մոնիկա Գրիգորյանն էլ շնորհավորել էր մայրիկի ծննդյան տարեդարձը. «Բարով ես ծնվել իմ սիրտ, իմ մամաս, ամենակարևորը մնա միշտ առողջ ու երջանիկ, որովհետև դու արժանի ես լավագույնին», գրել էր Մոնիկան։ Սոֆի Դևոյանն էլ ցույց էր տվել, թե ինչ տեսքով է հարսանիքի մասնակցել։ Նույն հարսանիքից հրապարակում էր արել նաև Զարուհի Բաբայանն ու գրել. «Ես ժպտում եմ, միանում եմ քո խաղին»։ Օսկարակիր դերասանուհի Նիկոլ Քիդմանը եւ երաժիշտ Քիթ Ուրբանը որոշել են բաժանվել գրեթե 2 տասնամյակ տևած ամուսնությունից եւ 2 դուստրերի ծնունդից հետո։ Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով բաժանման լուրը իսկական ցնցում էր դերասանուհու համար։ Արա Ղազարյանը օրերս գտնվում էր Սիրո մայրաքաղաքում, Փարիզում, որտեղից էլ պարբերաբար նոր հոլովակներով էր կիսվում ինստագրամյան իր էջի հետևորդների հետ։ Հրապարակումներից մեկում Արան ցույց էր տվել, որ բազմաթիվ սիրահար զույգեր նախընտրում են իրենց ամուսնության առաջարկությունը իրականացնել Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Արայի հրապարակումը ներկայացնում ենք նաև ձեր ուշադրությանը։ Փարիզում մի քանի տեղեր կան, որտեղից Էյֆելյան աշտարակը շատ գեղեցիկ է նայելով, դրանցից մեկը այս կամուրջն է։ Այստեղ շատերը գալիս են նկարվելու, ինստագրամյան վայր է, կարելի ասել, բայց իհարկե ես ունեմ իմ նախընտրած ուրիշ տեղերը, որտեղից իմ կարծիքով շատ ավելի գեղեցիկ է երևում Էյֆելյան աշտարակը, բայց այս էլ վատ ընտրություն չի։ Քիչ կգնանք ու ես փորձեմ վայրերի ցույց տալ ուրիշ անկյուններ, որտեղից իմ կարծիքով ավելի գեղեցիկ Էյֆելյան աշտարակը տեսնել։ Իհարկե Էյֆելյան աշտարակը ամենագեղեցիկն է հենց Էյֆելյան աշտարակի տակից, կամ վերևից, կամ հենց իր վրա, երբ բարձրանում ես։ Ամեն դեպքում այս գեղեցկուհին, որը Փարիզի խորհրդանիշն է, անբացատրելի է։ Հայկական տիրույթի ակտիվիստներ, բլոգերներ, հայտնի մարդիկ, ասենք ինչ եք դուք մտածում, երբ ձեր երկրում, հայրենիքում արուն է թափվում, սարսափելի իրադարձություններ են կատարվում, երկրի ղեկավարը ասում է, որ ես սխալվել եմ, որ 18 թվականին չեմ ասել, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ու դուք լուռ եք։ Ասենք ինչից եք վախենում։ Ասենք ոնց կարելի է տենց ցռան վերգո լինել։ Վախենում եք, որ մի երկու հովանավոր ձեզ փող չի տա, ուրեմն նայեք ուշադիր, այս տղեն ես, ձեր համար թող լինեմ դասական նմուշ, նրա, որ հովանավորները հարգում են պլորով տղեքի և փող են տալիս և համագործակցում են այն մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, նենց որ տենց մկան ծակը, որ 10 թումանով առել նստել եք, դրանից ձեր փողը չի ավելանալու։ Վերջո ունեցեք տեսակետ, ունեցեք տեսակ, ունեցեք ասելիք, հա, ես էլ իմ կազիբոյից կամ իմ լողավազանի մոտից ինչ-որ տժիկ նյութեր եմ հրապարակում, հա, ես էլ եմ գնում կլաբ, հարբում եմ, ես էլ եմ պարում, ես էլ եմ ինչ-որ նման նյութեր հրապարակում, դա նորմալ է, բայց երբ որ ինչ-որ օրհասական պահ է, ժողովուրդ, այդ թեզը ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը այսօր զբաղվում է ձեզանից յուրաքանչյուրով ու շատ ցավոտ է զբաղվում, դուք ուղղակի դա երևի թե չեք տեսնում կամ փուլացել եք ու այդ ցավից հաճույք եք ստանում, ես չգիտեմ, բայց նորից եմ կրկնում,
Այսօր Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են, ես Աբրահամ Գասպարյանին չեմ ճանաչում մոտիկից, բայց ինքը իմ գոլեգան է, հաղորդավարներ, լրագրողներ, աու, դուք արժանապատվություն ունեք, թե չունեք, երևի չունեք։ Լիարժեք անջատվել չի ստացվում, արդեն չեմ հիշում որորդ օրն եմ Լոս Անջելեսում չեմ, դուրս եմ եկել Իսպանիայում եմ, Եվրոպայում եմ, անընդհատ նայում եմ ինչ-որ գեղատեսիլ, ինչ-որ սիրուն վայրեր եմ այցելում, լիարժեք անջատվել չի ստացվում, ուշք ու միտքս անընդհատ Հայաստանում է, ու վստահ եմ իմ նման յուրաքանչյուր հայ, ով ապրում է դրսում, ով ապրում է, ու կապ չունի որտեղ է ապրում, կապ չունի ինչով է զբաղվում, հանգստանում է այս պահին, թե ուղղակի իր քաղաքում աշխատում է, սովորում է, չգիտեմ, էլի հայացքները սևեռված է դեպի Հայաստան ու բոլորս երևի թե հասկանում ենք, չէ՞ որ սա երևի թե շատ կարևոր պահ է։ Հրապարակում մարդիկ ավելանում են, այստեղ որևէ քաղաքական ուժ չի ուղղորդում եւ որևէ քաղաքական ուժի հանրահավաք չի, ելույթներ չկան, ուղղակի մարդկանց հիմնական մասը գալիս է, որովհետեւ այս խայտառակ իրավիճակի չի կարողանում համակերպի ու չի կարողանում տանը մնալ, տանը նստի։ Որովհետեւ իրականում մենք հասկանում եք, չէ՞ ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Մի մասը պահանջում է լիդեր, մի մասը եկել է, որովհետև ուզում է հասկանա, թե ինչ է սպասում Արցախում ապրող իր քույրերի ու եղբայրների հետ։ Մի մասը եկել է, որովհետև ընկերներ ունի արցախցի, մի մասը եկել է, որովհետև մի խոսքով չգիտեմ, եկել են, մարդիկ գալիս են։ Մարդիկ գալիս են, որովհետև մարդիկ անելանելի կացության մեջ են ու սենց անելանելի իրավիճակ, երևի թե որևէ հայ իր կյանքում չի եղել։ Ժողովուրդ ջան, հրապարակում եմ ու էլի 865,000-րդ անգամ հասկանում եմ մի ճշմարտություն։ Անտարբերությունը հայկական բնավորության գիծ է դարձել, սովորություն է դարձել, սովորությունն էլ դարձել է բնավորություն, իսկ բնավորությունը ճակատագիր։ Մենք երևի թե աշխարհի ամենաանտարբեր ազգն ենք ու ամենաանտարբեր հասարակությունը։ Հա, ու այսքանի օր է Չարենցի խոսքերը շատ է շրջանառվում Ադանայի ջարդերի եւ Ստամբուլում տժացող հայերի մասին։ Իդեպ գոնե արդարացում կա էլի մի փոքր 0.001%, որովհետև այն ժամանակ միայն մամուլով են մարդիկ տեղեկացվել, թե ինչ է կատարվում առհասարակ, շատերն դե անգրագետ են եղել, կարծեմ ռադիո էլ չի եղել, բա հիմա ուղիղ հեռարձակմամբ տեսնում ենք, թե ոնց են կոտորում մարդկանց, Ստեփանակերտում ոնց են այրվում ինչ-որ տներ, ոնց են Ասկերանից գաղթի ճամփան բռնել Արցախի հայերը, ոնց են օդանավակայանում հավաքվել հազարավոր արցախցիներ ու աղերսում ռուս խաղաղապահներին, որ իրենց կյանքը փրկեն։ Բա դա էլ տեսնելուց հետո էլի անտարբեր։ Բարև։ Գիտեք, ասեմ կոտրված եմ, դա ոչինչ չասելուն հավասար է, ասեմ հիասթափված եմ, դա ոչինչ չասելուն հավասարազոր է, հիասթափված եմ, ամաչում եմ, ու չգիտեմ սենց էլ ոնց կարելի է ապրել ու ներկայանալ հայ։ Կոնկրետ կոտորածա, կոնկրետ ինֆորմացիա կա, որ մտնում են տներ եւ մորթում են ընտանիքներ, մարդիկ աղերսում են, օգնություն են աղերսում, լիքը մարդկանց մոտ թքած վիճակ է, թքած։ Ու պարզ է չէ, որ ոչ մի չի փոխվելու, պարզ է չէ, որ տարիներ շարունակ մեծացել են մարդիկ, ովքեր դաստիարակվել են ուրիշ արժեքներով ու հանկարծ այսօր որևէ բան չի փոխվելու։
անգամ այս դժոխային իրավիճակը որևէ մարդու մեջ, եթե չկա հայրենասիրական նկրտում եւ գիտակցում, որևէ բան չի փոխելու, որովհետեւ նա թքած ունի։ Ցավը նրանում է, որ այդ մարդիկ շատ են, ու այդ մարդիկ եղանակ են ստեղծում։ Հասկանում եք, ուղիղ 3 օր առաջ մարդիկ շրջաններից եկել էին, որպեսզի սատարեին Տիգրան Ավինյանին, չգիտեմ թե ինչու էին եկել, շրջաններից էլի անատամ փնթի փարչակներ։ Հասկանում եք 3 օր առաջ։ Հասկանում եք, որ ուղիղ այսօր ցերեկը Տոմսարկղ KTM-ը դեռ չէր չեղարկել Snoop Dogg-ի համերգը ու նաև ասում էին, որ after party-ա լինելու ու եկեք մասնակցեք, այդ after party-ից հավաքված գումարը ուղղելու են Արցախ դեպի որպես օգնություն։ Այսինքն այնտեղ մորթում են սպանդա կատարվում, տնավեր ու բնավեր մարդիկ չգիտեն ինչ անեն, այստեղ after party եւ ինչ-որ կտեր վերջապես չեղարկվեց, ամաչեցին կառավարության անդամները, որովհետեւ իրանց կազմակերպած համերգն է, չէ, այդ հայտարարակ համերգը չեղարկեցին։ Ժողովուրդ թեմաները այնքան շատ է, որ ուղեղս երռում է ու չգիտեմ որ մեկից խոսեմ։ Այսօր հրապարակում ու այդ կենտրոնական փողոցներում բազմաթիվ անգամներ ինձ մոտեցան երիտասարդ հիմնականում աղջիկներ էին գալիս 4-5 երբեմն մի քիչ ավելի շատ խմբերով մոտենում էին ինձ ճանաչում էին ու ասում էին շնորհակալություն, շնորհակալ ենք ձեզ։ Գետնինը բացվում էր ու ես մտնում էի այդ գետնի մեջ։ Ուզում եի հասկանալ ինչու են իրանք ինչ շնորհակալ։ Իրենք ասում են շնորհակալ ենք, որովհետև մենք Հադրութից ենք, մեկ ասում էր, չգիտեմ, Ղարաբաղի ես ինչ քաղաքից, ես ինչ գյուղից, ես ինչ շրջանից։